Ես քեզ սիրում եմ այս խոսքերը, ասում եմ քեզ իմ Երևան, արժե հասնել աշխարհի ծերը, որ այս բառերը հասկանամ։ Բարի ուշ երեկո, հարգելի լսողներ, հարգելի ռադիո լսողներ, եթերում է գիշերային ձայն հաղորդաշարը։ Այդպես խոսքի ասում են բարի երեկո, հարգելի ռադիո լսողներ, ուսս ձենով ինչ որ թավիշ։ Նախորդ մի քանի օրերին հատենց նշում ենք բաների մասին, էպոսների մասին։ Վերջը տենց է չպատմինք։ Այսօր որոշել ենք խոսանք էպոսներից, որ Բայց չենք թողնելու, այսօր խոսանք։ Այսօր փակուղի ապդի պատմվի էպոսների մասին։ Ոնց որ նախորդ էպոսներում էպիզոդներում նշում էի, որ կան ազգերի հոգեբանություն կոչվածները, հա, որի մեջ կարելի է նաև որին կարելի է անալոգիաներ տանել մարդկային հոգեբանության հետ։ Մի փոքր ուրիշ է իհարկե, քանի որ ազգ կոչվածը խումբ է մարդկային, բայց ընդհանրություններ կան։ Ինչևից է ազգի հոգեբանությունը ճանաչելը կարծում եմ, որ շատ կարևոր մի հատ գործընթաց է ինքդ քեզ ճանաչելու process-ի մեջ։ Հա, որը մարդկային դեգերումների մի հատ sense հիմնակարը ինքդ քեզ ճանաչելը։ Սոկրատեսն էլ էր ասում, ճանաչիր ինքդ քեզ, եղբայր։ Ու ինչ կլինի։ Ու ինչ կլինի։ Այդ ու ինչ կլինին չի ասում, որը մի հատ ուրիշ մեծ հարց է, որ դրա համար մի հատ կարծիք ունեմ։ Դու ինչ ես կարծում։ Լավ ես խփում, գիտես։ Այսօր է աչքից թրանք էպիզոդների, բանից, էպոսների։ Գալու ենք բանին, էպոսներին։ Նայ, ինչ է լինում, երբ որ դու քեզ գիտես։ Արի մտ այդ state-ը պատկերացնենք։ Ես ուզում եմ իմանամ դու ով ես։ Նոր հետո հասկանամ ինչ է լինում, երբ որ դու քեզ գիտես։ Իսկ ես չգիտեմ ես ով եմ, դու որտեղից իմանաս ես ով եմ, եղբայրս։ Այդտեղին եկա, այդտեղ։ Դա չէ։ Բայց արի մտ պատկերացնենք Թե դու ով ես։ Hypothetically, ասեցյանի հայերեն ասի, թե եթե գցենք իմացել ես քեզ, ճանաչել ես քեզ, դե հա, իմաստը որն է քեզ ճանաչելու։ Այդ հարցը։ Այդ էլ է, մատ ուրիշ մեծ հարց է։ Okay, առաջի քայլը ինչ ճանաչելա, որը sense մատ երկարատև, երևի միջև կյանքի վերջը ընթացող process է, բա ճանաչեցի, բա հետո ինչ եմ ես benefit անելու, ինչ եմ շահելու ինձ ճանաչելուց, խի պետք է ես ինչ ճանաչեմ, խի պետք է ժամանակ ծախսեմ ինչ ճանաչելու վրա։ Ասեմ։ Ինձ թվում է կյանքը ինքը այնքան խորհրդավոր է, որ ինքը տեղեր է թողում, որտեղ որ մարդը ինքը չպետք է իմանա։ Ասած քեզ ասեմ։ Երբ որ օրինակ գրողը ինքը զգում է, որ ինքը գրող է, ու ինքը դրանից ոչ մի եկամուտ չունի։ Ինքը մնում է անդավաճան ոչ թե դի սկզբունք է, այլ դի ապրելակերպ է, ինքը գրող է։ Ինքը սկսում է տիեզերքից, աշխարհից, կյանքից եկածը վերցանի ու տա։ Ինքը ոնց որ լինի մի գեներատոր, որը որ աշխատում է զուտ նրա համար, ինչը որ ինքը վերցնում է, ինքը ընկալում է ու տալիս է միջավայրին։ Ու այդտեղից ես կարամ ինչ որ մի կերպ նաև եզրահանգեմ նրան, որ շատ բան մենք չգիտենք։ Մենք ուղղակի ընկնում ենք մի ցիկլի մեջ, ու զգում ենք, որ դա է մեզ համապատասխան, ու սկսում ենք դրա մեջ որպես գեներատոր աշխատել։ Ու ինչը որ վերաբերվում է ինքնաճանաչությանը, ինձ թվում է ամենաշատը մարդը ինքնաճանաչվում է հենց այնտեղ, որտեղ որ ինքը որպես գեներատոր իրան գտնում է։ Ինքնարեալիզացում։ Որտեղ որ մարդը գտնում է իր ամենաինքնարեալիզացման պիկը, այդտեղ էլ ինքը որպես գեներատորը սկսում է գործել ու սկսում է իրանից իմաստ արտահայտել։ Ինքը լցվում է իմաստով այդտեղ։
ինքը զգում է, որ ինքը իմաստը ճառակում, սենց ասեմ։ Դու ոնց ես կարծում։ Ես մտածես լրիվ ուրիշ կողմ եմ կրակելու։ Դավեթ։ Նայ, ես հավատում եմ, որ ինքդ քեզ ճանաչելը կարևոր է նրա համար, որ դու ավելի օպտիմալ գործես կյանքում։ Ինչ ասել է թե օպտիմալ գործես կյանքում։ Տնտեսագիտար եմ, ոնց է դեմի խանութը լավ աշխատում։ Նայ, եթե դու տիրապետում ես քո թրեյթերին, դու գիտես դու ով ես, ինչ ես քեզ այնց ներկայացնում, հա, ինչերն են քեզ ձգում, ինչերն են քեզ վանում։ Եթե դու ունես այս ամբողջ գիտելիքը լոդ արած քո մեջ, քո ակտիվ հիշողության մեջ, այն պահին, երբ որ դու ոտը դուրս դրիր քո շեմից, դու ինչ-որ իվենտների մեջ ես ընկնելու։ Ու եթե դու չես տիրապետում քո մասին ինֆորմացիային, դու չգիտես դու ով ես, դու չես կարողանալու adekvat պատասխանես այդ իվենտներին։ Բայց երբ որ դու գիտես քեզ, գիտես ինչ ես ներկայացնում քեզանից, դու կարողանալու ես ճիշտ ռեակցիա տաս այդ իվենտներին։ Ու օրվա վերջում չես փոշմանելու քո ռեակցիայից։ Ճակում ես, որը շատ կարևոր է, որ ինձ թվում է, եթե դու չես ճանաչում քեզ ամբողջովին, օրվա վերջում զղջալու ես քո տված ռեակցիայից այդ իվենտին, հա։ Ցանկացած բան կարա լինի։ Սկսած ինչ-որ շքամուտքում եկած մարդու բարևից ու քո բարևից, վերջացրած ինչ-որ աշխատանքում մի հատ միտինգից, չգիտեմ, կամ անձնական ինչ-որ մի հատ պրոցեսից։ Ու երբ որ տիրապետում ես քեզ, ճանաչում ես քեզ, բավականաչափ, հա, բավականաչափ ես տիրապետում, իհարկե այս process-ը շատ երկար է ու երևի թե կարելի է ասել անվերջ, հա, բայց ինչ որ մի հատ բարիեր կա ըստիս, որ եթե դա անցնում ես, արդեն կարելի է ասել մեծ քանակությամբ ճանաչում ես քեզ։ Ու երբ որ ունես այդ ինֆորմացիան, դու սկսում ես ավելի օպտիմալ գործել կյանքում։ Դու ընտրում ես կյանքի այն ուղիները, որոնք որ քեզ տանում են այնտեղ, որտեղ որ պիտի դու գնայիր։ Դու ընտրում ես այն ճանապարհները, որոնք որ օպտիմալ են քո համար։ Միշտեր եթե դու չգիտես քեզ, դու ասում ես, դե հա, ինչ որ մեկը մի բան առաջարկես, դե արի ասեմ հա կամ չէ, չգիտեմ, դե արի տենանք, կպավ, չէ, արի տենանք ինչ կլինի։ Հա, չգիտես քեզ, չգիտես ինչ ես սիրում, չգիտես ինչ չես սիրում։ Ասում ես դե արի էքսպերիմենտ անեմ ամեն ինչի հետ, խի չէ որ։ Այս իհարկե չի կարելի խառնել լայն մտածողություն ու նեղ մտածողություն ունենալու հետ, այլ խիստ պետք է նայել քո քեզ ճանաչելու հետ։ Ու ես խիստ հավատում եմ, որ քեզ ճանաչելու իմաստը հենց այդ է։ Այսինքն եթե դու քեզ ճանաչում ես, կյանքը դառնում է շատ ավելի օպտիմալ քո համար, հա։ Դու գտնում ես քո ճանապարհները շատ ավելի արագ։ Գտնում ես լուծումները քո խնդիրներին շատ ավելի արագ, կարող ես ռեակցիա տաս ինչ-որ բաներին շատ ավելի արագ։ Այն որ sense արտահայտություն կա, չէ, որ պատասխանը ջեբը դրած է, այդ հավանաբար իդեալական դեպքում լինում է այն մարդը մոտ, ով որ ճանաչում է իրան, հա։ Իհարկե չենք խոսում, ասենք մոտիտների ու ասենք ժոլիկության մասին, իհարկե, որ ինչ-որ մի բան է ֆթզում պատասխանը իբր ջեբը դրած է, չէ, ինչ հարց ուզում ես դու պատասխանը տեղում կկրակի, sense հանի կխփի։ Ինձ թվում է այդ է նպատակը, գիտես, օպտիմալ կյանք ունենալը, օպտիմալ գործելը, ենթադրում եմ այդ է։ Ինչը որ վերաբերվում է օպտիմալիզացմանը, օպտիմալիզացումը ինքը հեշտացումն է։ Ու եթե մենք խոսենք նրա մասին, որ մարդը փորձառություններ է ստանում, որ հեշտանա իր կյանքը, դա կդառնա, որ մարդը անիմաստ է գալիս, այս 70-80 տարին ուղղակի օպտիմալիզացվում է, հեշտ փորձում է հեշտ ապրի ու գնա։ Ես դրա մեջ չեմ կարողանում իմաստ տեսնել։ Այսինքն ես չեմ կարողանում հասկանալ, որ մարդը պետք է գա 70 տարի, 30-40 տարում օպտիմալիզացվի, հետո մի 30 տարի չի լինի, հետո թողի այդ, հա։ Այսինքն դրա իմաստը ինչու՞մն է կայանում։ Ես այդտեղ չեմ կարողանում գտնել այդ խորքը։ Դրա համար ես կարծում եմ, որ
մարդու փորձառությունը ինքը տանում է դեպի իր հոգևոր ինքնամաքրման, ինքնաճանաչման ու այդ ինքնաճանաչումը ըստ իս ինքը միայն այս աշխարհիկ կյանքի ու այս գլոբուսի վրա լինելու թեմա չի։ Ինձ թվում է, որ այդ ինչը որ մենք ստեղ փորձառվում ենք ու ինչը որ ստեղ մենք քո ասացի համաձայն մեր էության մեջ օպտիմալիզացնում ենք, էդի մենք վերցնում ենք մեր հետ։ Ինչ չի թվում, որ մենք ամեն ինչ այստեղ թողում ենք։ Մենք թողում ենք ամեն ինչ այստեղ, ինչը կապված է ֆիզիկական գոյության հետ։ Օրինակ մարմին։ Մենք մարմինը այստեղ ստանում ենք ու մարմինը այստեղ թողում ենք։ Ու այդ մարմնից դուրս, ու այս գլոբուսից դուրս մենք չափազանց փոքր պատկերացում ունենք, ահա որ փոքր, այնքան փոքր, ինչքան որ մրջունը կարա ինքը իր միջավայրում լինի ու պատկերացնի, որ գիտես ինչ, չգիտեմ, 1000 կիլոմետր են կողմ Իսպանիա կա։ Այդքան փոքր պատկերացման ենք մենք մեր կյանքի, մեր լինելիության, մեր գոյության որպես ֆիզիկական մարմին ու հետո տիեզերքի մասին, որպես օրինակ էլի։ Ու քանի որ մրջունը ինքը չգիտի, որ 1000 կիլոմետր են կողմ Իսպանիա կա, ու մենք չգիտենք, որ գիտես ինչ, այս գլոբուսից դուրս ինչեր գոյություն ունի, մենք այդքանից ելնելով չգիտենք, թե մեր կյանքը ինչի մասին է ու մենք ստեղից ինչ ունենք տանելու։ Մեզ թվում է, որ շատ ժամանակ գիտես ինչ, մեր ֆիզիկական մարմինը ինչքան օպտիմալիզացնենք կամ մեր ֆիզիկական կյանքը, ֆիզիկական կեցությունը օպտիմալիզացնենք, այդքան մեր ստեղ ապրելը օքեյ կլինի։ Հա, լավ, օքեյ եղավ, բայց դու 80 տարեկանում կամ ես գնալու ենք։ Ու դրա իմաստը տեղ ինչ դարավ, այդ օպտիմալիզացումը ինչ տվեց մեզ։ Այդ իմ համար մեծ հարց է։ Որի պատասխանը ես չունեմ։ Ոչ մեկ երևի չունի դրա պատասխանը։ Շատ գեղեցիկ մոմենտ ես ասում։ Նայ, օպտիմիզացնել ինչի համար։ Հիմնական խնդիրը ո՞րն էր, հա, Սոկրատեսը ասում է ճանաչի ինքդ քեզ։ Որից ենթադրում եմ, որ քեզ ճանաչելով օպտիմիզացնում ես։ Էպոսը, ընկեր, էպոսը ուր է տանում։ Պետք է օպտիմիզացնես քո գործողությունները, բայց խի պիտի օպտիմիզացնես։ Նայ, ոնց որ ինչ կտա քեզ ճանաչելը։ Ըստ իս քեզ ճանաչելը կտա քո ամենալավ վերսիան, քո greatness-ին կբերի, հա։ Դու կդառնաս մի հատ արի ասեմ երևի գերմարդ կարելի ասել, հա։ Քո լավ վերսիան։ Քո լավ վերսիան արի ասեմ, հա։ Քո ամենալավ վերսիան, որ դու կարաս լինես։ Քեզ ճանաչելուց տանելու է դրան, դու դառնալու ես քո ամենալավ վերսիան։ Եթե դու քեզ բացարձակ լավ ճանաչես, դու դառնալու ես քո ամենալավ վերսիան։ Okay, վերցնենք որպեսի գիտություն, հետո։ Այո։ Հիմա եթե ճանաչեցիր քեզ, ինչ ես դառնալու։ Դառնալու ես ավելի ուժեղ, դառնալու ես ավելի կտրուկ, ավելի sharp ես դառնալու։ Բայց աշխարհիկ կյանքում։ Աշխարհիկ կյանքում, հա։ Հոգևոր կյանքում չեմ կարող խորանամ այս բային մտքից գալիս են աշխարհիկ գործողությունները, հա։ Հասկացա։ Դառնալու ես sharp, դառնալու ես մարդկանց մոտ վստահություն ներշնչող մարդ, որը որ գիտի ինչ է անում, գիտի իր ուղղությունը, դառնալու ես գրավիչ հակառակ սեռի նկատմամբ, որտեվ sharp ես ինգեր։ Դարձալ բազմացող։ Դառնալ բազմացող ես դառնալու, պոտենցիալ բազմացող։ Ասենք պատկերացնում ես, ինգեր խոսքի գնաս կոշիկի խանութ ու դու չգիտես քո, ասենք քո կոշիկի չափը։ Գնալու ես, սկսես փորձել, ասենք սա կոշիկի չափերը։ Հետո ասենք ամեն անգամ կոշիկ առնելուց գնում ես խանութ, սկսում ես հերթով փորձել սա կոշիկի չափերը, ասենք ինչքան էներգիա ես դու ծախսում դրա վրա, ինչքան էներգիա ու ժամանակ ես ծախսում։ Միշտեր եթե դու քո գլխի մեջ գիտես, որ ընկեր գիտես ինչ կա, իմ կոշիկի համարը 44-ն է, դու գնում ես խանութ, ասում ես ընկեր 44-ը բերեք ստե։ Էդի, ասենք computer scientist-ների լեզվով omega complexity-ը։ Բայց դու չգիտես, որ Adidas-ը ուրիշ 44 արտադրում Nike-ը։ Տես, բայց դու կարաս այդ միջակայքում թեթև խաղաս, 44-ը չեղավ, օքեյ, 44-ը կեսն է կամ 45-ն է, օքեյ։
ուրիշ ձև չի, դու չես սկսում ամեն անգամ 36-ից փորձարկելով։ Այս մի օրինակ է, որտեղ մարդը շատ տարբեր առանցքներ ունի ու sense բազմա dimensional մի հատ sense արարած, մեկը ասենք կոշիկի չափն է, որը որ նոր նշեցինք։ Ասենք սկսած իր բոյից, սկսած իր լենքից, չգիտեմ, կոնքի լենությունից, այս ֆիզիկական հատկանիշներ էլ չեմ խոսում, ասենք հոգեբանական հատկանիշների մասին։ Դու կարմիր գույնը քեզ ավելի հաճելի է, թե կապույտն ավելի հաճելի, շորերի մեջ, չգիտեմ, առարկաների մեջ ինչ գույնն ավելի հաճելի, սիրում ես գիտարդ լինի դեղին, թե մուգ շագանակագույն։ Հազար մի trait կա ջոգում ես։ Եթե դու այս ամեն ինչը իմանում ես, քո մոտ կյանքը ավելի օպտիմալ է դառնում։ Դու այս ամենօրյա կամ առօրյա խոսակցությունների մեջ դու խոսանավում ես շատ ավելի արագ, եթե քեզ կոշիկա պետք, բում, ես գիտեմ ինչ կոշիկա պետք, ինչ գույնի, ինչ չափի գնացի վեկալա պրծավ, ես մի քանի օր չեմ ծախսելու էներգիա ու ժամանակ դրա վրա։ Այսինքն դու օպտիմիզացնում ես քո ժամանակը, ունենում ես շատ ավելի շատ ժամանակ զբաղվելու, երևի կարելի ասել, քո հոգեբանական հարցերով, քո էմոցիոնալ հարցերով, այսինքն այս ֆիզիկական աշխարհի երևույթներից կտրվում ես կամ կարելի ասել լուծումներ ես տալիս սրանց ու սկսում ես ժամանակ ունենալ զբաղվել հոգևոր ինչ-որ թեմաներով։ Նայ, ոնց խոսում ենք, իրականում գալիս ենք այն եզրահանգման, որ մարդու աշխարհիկ վարք ու բարքը ինչքան էլ ինքը ունենա ռեսուրսներով ապահոված լինի, հնարավորություններով ու իր բոլոր խնդիրները ֆիզիկական ու աշխարհիկ լուծված լինեն, դրանից հետո ինքը գալու է հոգևոր ուղու։ Սենց ենք հասկանում։ Այսինքն ես տենց եմ հասկանում, չգիտեմ։ Այսինքն փաստը կայանում է նրանում, որ ոնց էլ գցենք բռնենք, մարդը ուղղված է նրան, որ ինքը ուզում է գնա իր հոգևոր ուղին բացահայտի։ Ու ինչը որ վերաբերվում է մարդու ինքնաճանաչմանը, դա ուղղված է միայն իր հոգևոր ինքնաճանաչմանը, իր հոգևոր ճանաչմանը, իր էության ճանաչմանը, իր ըստեղ լինելու իմաստի բացահայտմանը։ Ու երբ որ մենք այս խորը թեմաներին գնում ենք, որոնք որ շատ առեղծվածային են բոլորի կողմից, քանի որ ներկա կարգավիճակում, ներկա ապրելակերպի մեջ ես չեմ տեսնում, իմ շուրջը չկան մարդիկ, որոնք որ կոնկրետ իրանց ֆոկուսը լինի այն, որ հաղթահարել են բոլոր այս աշխարհիկ չելենջները ու անցել են արդեն հոգևորին, ես չեմ տեսել այդպես մարդ։ Այդպես մարդ երևի մենակ նրանք են, մենակ գուրուներն են, որոնց որ ես կարդացել եմ։ Բայց նրանք ուղղակի չեն կտրել աշխարհի։ Կտրել են։ Ոչ թե օպտիմիզացրել են, այլ կտրել են ուղղակի։ Լրիվ ճիշտ ես ասում։ Ես իմ միտքը ոնց որ դու ասեցիր, այդ մարդիկ ոնց որ չեն եկել մի հատ աշխարհիկ կյանքի պիկի, որից հետո իրանք ասել են, «Վсё, այս պիկը արդեն շրջանցված է, այս էտապը անցած է։ Հիմա մենք եկանք արդեն հոգևոր էտապին»։ Այդ մարդիկ հելել են, ասել են, «Ոչինչ, ես այսօր հաց չունեմ ուտելու, բայց ես զբաղվում եմ աշխարհիկ կյանքով, կներես հոգևոր կյանքով։ Իմ հոգևոր զարգացումն է ամենաառաջնայինը»։ Հիմա աչ թե ձախ գնանք, ոնց գնանք, ոչ չգանք, նաղդի գալիս ենք նրան, որ մարդու այս էվոլյուցիոն process-ները ուղղորդում են նրան, որ մարդը գա ինչ որ պահի հոգևոր զարգացման հանգի։ Ու երբ որ մարդը ուզում է օպտիմալիզացումներ տեղի ունենան իր կյանքում, այդ օպտիմալիզացումները տեղի են ունենում կամ դրանց նպատակը ուղղված է նրան, որ մարդը գա ի վերջո նրան, որ ինքը իրան գա։ Ու երբ որ մարդը գալիս է ինքը իրան ու ինքը իր ինքնաճանաչմանը, դա արդեն հոգևոր է դուռն է, որը որ մարդը մտնում է, որովհետև մենք բավարարեցինք մեր ֆիզիկական կարիքները, այն մինիմալ պայմանները ստեղծեցինք, որը որ կա, էլ ուրիշ բան չի մնում։ Բայց գիտես ինչն է հարցը, իմ մոտ մեկ հարց է գալիս, որ ինչքան մարդիկ կան, որոնք որ եկել են այդ վիճակին, ֆիզիկական ու աշխարհիկ պայմանների
բավարարման, բայց իրանք դրանից հետո էտապ չեն փոխել։ Իրանք մեկը այլի ձգտել են ավելի մեծ փառքի։ Ու ըստ դրա ես գալիս եմ այն եզրահանգման, որ դա էության հարց է, որ դա այն հոգու հարցն է, որը որ մարդու մարմնի մեջ է, որը որ մենք կրում ենք։ Մարդու մեջ կարա լինի ինչ-որ մեկը, այսինքն որպես հոգի ու էություն, որը որ էական չի, ինչքան դու իրան կտաս, ինքը կասի էլի դուր ինձ, էլի աշխարհիկ ու էլի նյութը դուր ինձ, ու ինքը չգոհանա դրանից, ու իր մոտ կյանքում էտապ չփոխվի։ Բայց նաև կան մարդիկ ու էություններ, որոնք որ չեն սպասում, որ իրանք լինեն աշխարհիկ ու նյութական աշխարհում մի հատ պիկի, այսինքն գան հանգեն մի հատ պիկի, որը տեղ էտապ փոխեն, այլ իրանք դաժե աշխարհիկ ու նյութական աշխարհում հլլիքը բացերով, ասեն ես էլ ավելին չեմ ուզում, ես ուզում եմ էտապի փոփոխություն։ Այդ տարբերությունն է իմ համար շատ կարևոր, ու այդ տարբերությունն է, որ ինձ բերում է նրան, որ աշխարհում նաև գոյություն ունի հոգիների ու էությունների տարբերություններ, որ անկախ նրանից ինչ մարմին է կրում, ինչ նյութական աշխարհում այդ մարդը ապրում, ոնց էր Բուդդան, ինքը օրինակ լինելով թագավորի որդի, որ ինքը ամեն ինչ ուներ, ու իր հայրը իրան ստեղծել էր պայմաններ, որտեղ որ ինքը մենակ պետք է շքեղությունը զգար, ու մի հատ մի գրամ ինքը դարդ չպետք է զգար, ինքը զգաց, որ պետք է կտրվի այդ ամեն ինչից ու գնա դեպի ցավը, գնա դեպի բացահայտումը, թե աշխարհում ինչ կա։ Ու ըստիս դա հենց այդ հարցն է էության, թե մարդը ինչ էություն է կրում, թե մարդը կրում է մի էություն, որ ինքը ասում է էական չի, ես ունեմ ամեն ինչ, բայց ուզում եմ ինքնաճանաչվեմ, մարդը գնում է դրան։ Չգիտեմ։ Լավ ես ասում։ Երկար եմ ասում։ Չէ, կարևորը լավ ես ասում։ Երկար թե կարճ։ Ոնց էլ անենք չանենք, գալիս ենք հանգում ենք մի հատ տեղ, որտեղ որ աշխարհիկ կյանքից տեղափոխում պետք է լինի դեպի հոգևոր կյանքի, ոնց ես հասկանում։ Դու այդ կարծիքին ես, թե չէ։ Իսկ գիտես ոնց է, ինձ թվում է համաշխարհիկը համ հոգևորը կարելի է իրար հետ զուգորդել։ Միանշանակ։ Նույն ասենք օրվա մեջ կամ տխի օրվա մեջ ցանկացած գործողություն անելուց, ասենք գործ անելուց, օրինակ գործ անելուց չես կարա հոգևոր լինես։ Օրինակ իմ մոտ լինում է այդպես շատ հաճախ։ Իմ մոտ էլ է լինում։ Որ գործ ես անում, որ կարող է աշխարհիկ բան ա թվում, իհարկե նպատակը միգուցե հա ինչ որ գումարն է, որ ասենք աշխարհիկ է, բայց կա նաև ուրիշ նպատակ, որը որ հոգիդ լցնելն է, որովհետև սիրում ես այն ինչ որ անում ես։ Ու անում ես գեղեցիկ ձևով, հա, որ քո արածից հաջող կստանաս, այդպես ուղղակի այդպես անկապ չես գրդոնում գցում կամ։ Հա։ Ես հավատում եմ դրան, ես ավելի շատ հավատում եմ դրան, հավատում եմ, որ պիտի հոգևոր դրայվ ունենա այդ արածդ ու աշխարհիկ լուծումներ։ Հա, ճիշտ ես ասում։ Շատ լավ ես ասում։ Սենց մի բան էլի, որ հա, պիտի այդ ամեն ինչը համակցես իրար հետ, սխմես առաջ։ Ու մի հատ հարց ունեմ, որ օրինակ մենք խոսում ենք մինչև այս մյուս էպիզոդներում մարդկանց ցիվիլիզացիաների տարբերությունների մասին։ Ոնց ես կարծում, այդ ցիվիլիզացիաներում մարդիկ հասել են ինչ-որ հոգևոր պիկերի։ Կամ այդ էպոսները քեզ ինչ են ասում այս մասին։ Էպոսները ինչ կհուշեն։ Ինչ կցուցանեն էպոսները։ Էպոսները, կեշ հետաքրքիր բաներ են էպոսները, գիտես։ Էպոսները իրականում ոչ մի հոգևոր բան չեն ասում առանձնապես։ Ավելի շատ ոնց որ կյանքի պատմության մասին են խոսում։ Ավելի շատ sense check point-ներ ոնց որ լինեն ազգերի պատմությունների մեջ էլի։ Շատ սիրուն էպոսներ կան իրականում, օրինակ ամենահին
մարդկության հայտնի էպոսը։ Վերջապես սկսենք խոսալ Չեսեմանից։ Ասենք շումերների էպոսն է, հա, որ էլի ոնց է կոչվում։ կրկնվեմ, որ շումերները առաջի քաղաքակրթությունն են եղել ու էպոսը կոչվում է Գիլգամեշ։ Հա, կարդացել եմ ես դա։ Ասում է Գիլգամեշը ինչ որ թագավոր է լինում Շումերիայում, հա, կամ Շումերում, որ լինում է տես ցոփշվայտ վիճակների մեջ, տես վայրենի կենթանի է լինում, ջղային տես, հա։ Ու աստվածները որոշում են պատժեն իրան ու իրան հակառակորդ են ուղարկում Էնկիդուին։ Հա։ Որը որ տես ինչ որ կիսամարտ վիճակների մեջ ալում, կիսամարտ կիսակենթանի, կիսա ինչ որ ցուլ թե խոյ, սենց ու կիսամարտ, բայց ընկերանում է Էնկիդուի հետ Գիլգամեշը ու Էնկիդուն Գիլգամեշին փոխում է, սարքում է բարեկիրթ թագավոր, բարեպաշտ թագավոր է դարձնում։ Այսինքն այդ կիսակենթանին օգնում է, հա, մարդուն փոխում է, հա, տես հետաքրքիր առանցք տարար, ես զուտ ասենք բարձ նայում եմ ընկերական մակարդակով, որ ընկերը ուղղակի փոխում է մարդուն, ինչ որ մեկին ու դարձնում է իրան ավելի լավը։ Հա։ Ու իրանք շատ տենց կապված ընկերներ են լինում, Գիլգամեշն ու Էնկիդուն, այն տիպի, որ իրար հետ գնում են, ինչ որ անտառում մի հատ հրեշ է լինում, Ումբաբան, որ տենց վայրենի հրեշ է լինում, հսկա, տենց այդ ձև է նկարագրվում։ Ու երկու ընկերներով սպանում են այդ հրեշին, որ փառահեղ տենց հաղթանակ է լինում եւ այլն։ Ոչ մի էպոս չկա, որ մարդ նստում է, ասես ձեռները պարզած, sense կպնում է հոգեբոր աշխարհին մեդիտացիա անում, չէ, չկա տենց բան։ Չկա։ Հետո այս աստվածները տենում են, ասում են, «Օրես ինչ տիպի են Հաբրգես երկուսը սրան ուղարկել ենք, որ նրան զսպի իրար հետ ինգերություն են անում, սատկացնում են, տենց դրախտի ցլին են ուղարկում, sense ասած աստվածները դրան էլ են սպանում, տենց երկար նկարագրություններ ա գնում բանման։ Հա։ Դրան էլ են սպանում վեժները, չի, տենց վայրենիներ են էլի երկուսով իրար ընկերներ։ Ու ինչ որ վիրավորվում է այդ Էնկիդուն, տենց մահամերձ վիճակում է լինում, բան։ Այդ Էնկիդուն կիսամարտներ, չէ։ Կիսամարտներ, հա, որին որ դեմից ասենք Էնկիդուին գցել էին անտառում էին ստեղծել, Գիլգամեշը մի հատ աղջկա է ուղարկում, որ յանի Էնկիդուին սիրա հարասնի վրան, բան տենց խապսը տա, որ գլուխը ուտի Էնկիդուի, բայց ինչ որ էս Էնկիդուն սիրարվում այդ աղջկա վրա բան, տենց հետո ընդհանուր ընկերներ են դառնում, էլի, բայց դեմից տենց էլ գծել, էլի կարիճը Գիլգամեշը։ Այդտենց էս ընկերը Էնկիդուն հիվանդանում է բանման, ու պիտի Գիլգամեշը տենց ընկնում է լուծում փնտրելու ու գնում է Արատա, որը որ հայկական լեռնաշխարհում թագավորությունը, հենց տենց էլ նկարել Արմենիա կոչված է, այո։ Գնում է Արատա, գնում է մի հատ ծերունու մոտ, ով որ survive արե, գոյատևել է մեծ ջրհեղեղը։ Գնում է իր մոտ, որ ասի ընկեր դու ջրհեղեղ տեսած մարդ, դու բարի ծերուկ։ Այսինքն դառնում անեց, որ ջրհեղեղը ինքը նաև, այսինքն ջրհեղեղն էլ է ինքը էպոս, որ մենակ նույնն է փրկվել, այնինչ վստահաբար հա եղել է ինքը, բայց դրա արդյունքում փրկվել են շատերը, էլի։ Այո, ջրհեղեղը ոչ մենակ էպոսներում է նշվում, այլ նաև հիմա գիտականորեն է ապացուցված, որ մեծ ջրհեղեղ եղել է, ասենք արևմտյան գիտնականները ասում են, բան Սարսե դարաշրջան, որից հետո է հալե ու ջրհեղեղ եղել, բայց դա գիտականորեն ապացուցված բան է, էլի, ու էպոսներում է նշվում, որ Նոյը, Տապանը եւ այլն։ Հա, այսինքն եղել է այդ process-ը, հա, Նոյը իր տապանավան, բայց վստահաբար հնես չի, որ ինքը հա կինոյի տղեն է եղել, բան չասի, եթե իր մասին է հիշատակվում, որովհետև կյանքը հենց է, որ միշտ ինչ-որ կինոյի տղերքին են հիշատակվում, չէ։ Այո, դե բա ռամիկներին չեն հիշել։ Բայց հաստատ դրա հետ մեկտեղ եղել են ուրիշ մարդիկ, որոնք որ էլի ապրել են, էլի կարողացել են։ Այո, փրկվել են։ Այո։ Այս էպոսներից մեկն ասենք շումերների։ Մի 5 հատ էպոս ունեն շումերները, որոնցից 3-ի մեջ Արատայի մասին նշվում է։ Ասենք ամենահայտնին Էմենկարը ու Արատայի տիրակալը տենց է կոչվում, Էնմենկարը բանն է։
Ուրուկ քաղաքի թագավորն է լինում կամ տիրակալը, որը Շումերում քաղաք էր։ Ու տենց էլի տենց հաբրգած վիճակներ է գնում, իրար հետ առևտուր են ունենում Արատայի հետ, իրենք ասենք հացահատիկ են տալիս Արատային, որտեվ իրենք դաշտային են, իսկ Արատան լեռնային երկիր է, տալիս է իրանց քար, բղինձ եւ այլն sense բաներ, հա, ու sense հետաքրքիր բայ կա նշած, որ իրանք բեռները տանում են, ասենք էշերով, Արատայից բեռները իջացնում են ձիերով, այս էլ մի հատ ուրիշ մակարդակա ցիվիլիզացիայի, որ կարող է շոգես, որ ինգեր այդ Արատան ավելի advanced civilization է, քանի որ իրանք ձիերի են կարած այդ ժամանակաշրջանում հնազանդեցնեն ու ձիերին օգտագործեն որպես բեռնակիրներ, իսկ սրանք էշերով են տենց գույլը տարել։ Հա, այդ ձևի բայր է գնում, տենց ինչ-որ էմեն կարա ասում է բան, ոնց որ դու պետք է հնազանդվես ինձ, պետք է Ուրուկը լինի հեգեմոնը քաղաքների, այդ հեգեմոն կոչվածը ոնց որ բանն է եղել, լիդերն է եղել։ Մայրաքաղաք։ Հա, ասենք հայտնի հիմիկվա մարդկանց հայտնի ժամանակներում այդ հունական կղզիներում է նշվում այդ հեգեմոնի մասին, հա, որ հունական ինչ-որ sense լիքը կղզիներ են եղել, չգիտեմ, Մակեդոնիա, Սպարտա, sense խառը լիքը բաներ, պետություն չի եղել։ Ու եղել է հեգեմոն, այսինքն գլխավոր ոնց որ պետությունը կամ գլխավոր քաղաքը, այդ քաղաքների լիգայի գլխավորը։ Ու Ուրուկը փորձում է այդ քաղաքների լիգայի բանը հեգեմոնը ոնց որ վերցնի Արատայից։ Դա ստեյմ է գեղեցիկ ապացույց է, որ տենում ես որ Արատան է եղել հեգեմոնը, ինգերենձևի advanced civilization է եղել, որ էսի sense ձեռնոց են այդում Արատային, ասում է, չէ, ինգերես ուզում են բան անեմ։ Ու այնձևի էդի հպարտություն է եղել այդ ժողովրդի համար, որ էսի դարել է էպոս, մարդիկ գրի են առել դրա մասին, որ մեր թագավորը այնքան կար, որ ինքը ձեռնոցան հետում հեգեմոնին, ասում է, չէ, Ուրուկը պետք է դառնա հեգեմոն, ջոգում ես։ Այսի այդ խորեն ամենասկզբնաղբյուրի թեմաներին ա կպնում, ջոգում ես, որ այստեղից է սկսում հայ ժողովրդի պատմությունը, որ շատ մարդիկ տեղյակ չեն։ Սովետական ու չգիտեմ ինչ-որ ուրիշ աղբյուրների անուններ չտամ, հա, ոնց որ դրանց ազդեցության տակ շատ է փոփոխվելու, աղավաղվել հայոց պատմությունը, բայց այս է ամենասկիզբը։ Արատան կամ Արարատը կամ որ Արարատը ասենք հիբրու անունն է, իսկ Ուրարտուն բաբելոնյան անունն է, այդ է եղել մեր պետությունը սկզբանե հայ ժողովրդի պետությունը հայկական լեռնաշխարհում ձևավորված։ Ու տենց հեգեմոնը բանանում, ասում է հեգեմոնը պետք է ես վեկալեմ եւ այլն, ձեռնոցան հետում տենց ինչ-որ կռիվներ եւ այլն, տենց բաներ։ Բայց մի հատ ուրիշ հետաքրքիր էպոս է կա։ Էդի հայ ժողովրդի էպոսն է։ Դավայ։ Որը գրի առնվել տենց 1800-ական թվականներին հազիվ մի կերպ տենց մեկի իրան համոզել է, ասել է բեգերեմ վսյոտեկի էսանտերը, որ նայում է շումերներին այնքան տաբլետներ են գտնում մարդիկ, ասենք կամ Բաբելոնում գտնում են աշխարհի հնագույն քարտեզը, որը դե մի հատ ֆանտաստիկ թեմա է։ Բաբելոնը որ դե տեղակայված է, Բաբելոնը հիմիկվա Իրաքում է, որ այդ Ուրուկից եւ այլնից մի քիչ ավելի հյուսիս է լինում։ Բայց բաբելոնցիները շումերների ոնց որ հետնորդներն են եղել։ Քանի դար կամ հազարամյակ առաջ մոտ։ Երևի 12-15 տարի, 1000 տարի առաջ, այդ է ինչ-որ ժամանակաշրջան։ Բայց Շումերը ամենահինն է, Շումերից հետո ոնց որ սկսում է ձևավորվել Բաբելոնը, հետո ժամանակի ընթացքում Ասորեստան, որ Ասորեստանը Ուրարտուի կամ Արատայի կամ Արարատի կամ Հայաստանի հետակռիվներ վարում, իսկ Բաբելոնը, որ ժամանակի ընթացքում տենում է, երբ որ նույնիսկ գրավում է Ասորեստանը եւ այլն, Հայաստանին ձեռ չի տալիս, այդտեղ հարցեր առաջանում խինգեր, ու sense հազվադեպ պետություններ կան, որոնք որ մտել են տարածաշրջան ու հայերին ձեռ չեն տվել, այդտեղ պատմաբանները, որ դեբիլ թվերով են զբաղված, ասենք անգրագետները, ասենք հարցեր չեն տալի տրամաբանական, ինգեր խի պետք է ասենք մակեդոնացին մտնի տարածաշրջան, գնա Պարսկաստան գրավի, Հայաստանի վրով չանցնի, խի արա սիրուն աչքերի համար, հա, խոսքը կամ Հռոմը խի պետք է մտնի տարածաշրջան, չանցնի հայերի վրով, մինչդեռ Պարսկաստանը, երբ որ մի թեթև պոտենցիալ է ունեցել կամ Վրաստանը իհարկե պատմության մեջ մի անգամ է եղել, բայց երբ որ պոտենցիալ է ունեցել, մի անգամից գցվել է Հայաստանի վրա։ Այսինքն շատ գեղեցիկ հարցեր են, որոնք իրենց պատասխանները ունեն ու մարդիկ չեն տալի այս հարցերը իրանց։ Որոնք են այդ պատասխանները։ Պատասխանները ընկերս հարգանքն է։ Հարգանքն է ծագման հետ կապված։ Հարգանքը ծագման հետ կապված։
Նայ, ասենք Կոլիզեում քարտեզները տեսել ես։ Չէ, մեջը չեմ մտե Կոլիզեի։ Չէ, բանում որ ելնում ես, Կոլիզեից քայլում ես դեպի կենտրոն, Հա։ այնտեղ պատի վրա հին հռոմեական կայսրության տարբեր ժամանակահատվածների բանն է, էլի քարտեզներն է, ու ոնց որ հռոմեական կայսրության տեղակայվածության ու կողքի պետությունների Ունդեղ խոսքի տենում ես հռոմեական կայսրությունը, կողքը գրած Արմենիա, այո, հետո կողքը գրած Կիլիկիա, հա։ Ու հիմա դա ոնց որ Հռոմի այդ ամենագլխավոր Կոլիզեից հելար, այդ փողոցի վրա այդ բանին հաջված է, էլի այդ քարտեզը։ այո։ Հա, որը ես տեսա, եթե անկեղծ որ մեջովը տանցնում է այն փաստը, որ ասում ես տեսելի, սենց է։ Հա։ Բայց մյուս առումով ես մի քիչ չասեմ, իմ համար կարևոր է թե մենք ով ենք հիմա։ Ես գիտեմ, որ մենք հին ենք, ես գիտեմ, որ մենք լիքը էություն ենք կրում այդ հնությունից, մենք լիքը բան ունենք վերցրած այդ հնից։ Ես ցավում եմ, որ մենք հիմա ներկա վիճակում չենք կարողանում այդ ամեն ինչի պատասխանատվությունը կրենք։ Ես ու դու հիմա ենք ապրում։ Ու մենք կարանք այդ պատմությունը գնանք 12 տարի, 1000 տարի առաջ ու քրքրենք, փորփրենք, տեսնենք ինչ համակցություններ ունենք մենք հիմիկվա հետ կապված, որոնք որ կարան 100% բռնեն իրար, որովհետև ինչ դու ես ասում ես ամեն ինչը սինուսոիդ է ու կրկնվում է։ Ես էլ եմ համաձայն դրա հետ։ Բայց ինչը որ մենք հիմա ենք ապրում, որ դու տեսնում ես, մտածում ես, ասում ես ուրեմն ժամանակ էլ են այս ամեն ինչը էլի ապրել։ Խի մենք դասեր չենք հավաքել, խի մենք չենք կարողացել այդ ամեն ինչը բերենք իմի իրար գլխի ու դրանից հասկանանք թե ոնց սրանից հետո ապրենք ու վարվենք, որ ստեղծենք մերը, որ կարողանանք իրար գլխի գանք, որ կարողանանք պահենք։ Խի Հա, հոգնել ենք, չէ, հոգնել ենք։ Պետականություն չենք ուզում։ Հոգնել ենք, անկախությունը չենք ուզում 90-ականներին, երբ որ հանրակրվեին անում մարդիկ, սկի չգիտեին անկախությունն ինչ է, այնքանավոր քվեարկեցին, որ հա, Այսինքն դա հոգնածությունն է, զուտ այս երկար դարերի տանջանքների, հա։ Համ հոգնածությունն է, համ գիտես ինչ կա, հիմիկվա հայը, այն ժամանակվա հայը չի միանշանակ, որտեվ ով ասես չի մտե տարածաշրջանում, ինչքան միքսեր ասես չի գնացել։ Ճիշտ ես ասում։ Սարսափելի միքսեր է գնացել, լիքը մարդիկ կան, ասենք առնվազն իմ դասարանից հիշում եմ, նայում ես դեմքին, տենում ես մոնղոլոիդ այդ մարդը, աշկերտ ինչ որ նեղ, ասում ես ընկեր դու արմենոիդ չես, դու ես արմենոիդ ռասան չես, դու այն ռասան չես, որը սպիտակամորթ ռասայի սկզբնաղբյուրն է, դու մոնղոլոիդ ես, դու մոնղոլական արշավանքների արդյունքում եկած մի մարդ ես, Թույն դու մարդ ես, ֆանտաստիկ, հրաշալի, բայց դու հայ չես, արի ճանաչի թե դու ով ես, էլի դու չունես այդ բաները չես կրում, դրա համար դու նստում ես շարքի վերջում դասի ժամանակ ու դանակով հանում սկսում ես փորագրել այդ սեղանի վրա։ Ճիշտ ես ասում։ Քոչ որի մենթալիտետը քո մոտ կա անգեր։ Քո մոտ չկա այդ ազգային մտածողությունը արմենոիդի ու հայի։ Իսկ ո՞րն է արմենոիդի մտածողությունը։ Տես, այդ է գալիս է Սասնա ծռեր էպոսը։ Ասա։ Արմենոիդը ճանաչելու համար, հայը ճանաչելու համար։ Սասնա ծռերը դա լավ է բնորոշում ըստ քեզ։ Ինձ թվում է շատ լավ է բնորոշում, ֆանտաստիկ լավ է բնորոշում։ Ու տես միջև ես վերջերս ես գիտակցանս մեջ լոդարած չունեի Սասնա ծռերի պատմություն, այս վերջերս բնորոշում, չէ։ Դավիթին լավ է բնորոշում, բայց արի ամենասկզբից գանք։ Ասենք ծովինարից գանք։ Ինչ ասում, ասում եմ ոնց որ ծովինարը մի հատ աղջիկ է լինում հայկական լեռնաշխարհում ապրող հայ, որը որ լսում է որ կռապաշտ թագավոր, ինչ ասել է կռապաշտ թագավոր, նշանակում է կուրքերի պաշտող, այսինքն հեթանոս, կուրքերի պաշտող, որը կարա լինի, ասենք, չգիտեմ, այդ ժամանակաշրջանում նայում ես հարևաններից կարա լինի, ասենք կրակապաշտ պարսիկ, կարա լինի ինչ որ
Հիմա շատ մարդիկ հիմարաբար արևապաշտությունը կոչում են կռապաշտություն, որը բացարձակ հիմարություն է։ Ճիշտ ես ասում, որովհետև արևապաշտությունը իր մեջ առեղծվածային բան ունի գոնե, իսկ կռապաշտությունը իր մեջ աշխարհիկ ինչ որ մատերիալիստական կպնողական բաներ է, ասենք կարած կպնես, կենթանական, ցուլ պաշտել, կով պաշտել ուսես բաներ էլի։ Հա։ Կռապաշտությունը էդ է էլի, կուրքեր։ Կուրքը էդի մատերիալական ինչ որ բան է, ու տեսանելի։ Պոլիթեիզմ, հա, այսինքն մի քանի աստվածներ ունես։ Ասում է այդ կռապաշտ թագավորը տենում է ծովինարին, հավանում է, ասում է դու պիտի իմ կինը դառնաս, թե չէ կավիրեմ ես բանը, ձեր աշխարհը։ Ծովինարը փախնում է, անգնում է ինչ-որ սարեր եւ այլն, ասենց անապատ բան։ Ինչ-որ աղբյուր է լինում, այդ աղբյուրի մեջ ջուր է խմում, մի հատ լրիվ բուռ, մի հատ կես բուռ, որից ծնվում են Սանասարն ու Բաղդասարը։ Երկվորյակներ են ծնվում, հա։ Հետո Բաղդասարը ասում ավելի թույլ ալում, քանի որ կես բուռ է խմած լինում, Բաղդասարը ավելի ուժեղ է լինում, Բաղդասարը գնում Վանա լճի շուրջ, մշոդաշնում, ստեղծում է Սասունը, ստեղծում է, շենացնում է, իր որդի Մհերը շարունակում է շենացնել, որը կառավարում է Սասունում 40 տարի։ Դու սասունցիների հանդիպած կաս։ Դա շատ ուժեղ պահ կա, գիտես։ Երբ որ նայ էլի գալիս ենք բանին ինքնաճանաչողությանը, երբ որ մարդ գիտի թե որտեղից է ինքը, ինչ է իրանից ներկայացնում, ինքը իր թիկունքում զգում է այդ ամեն ինչի ուժը։ Եթե դու ասում ես ես մշեցի եմ, դու հիշում ես մշեցու պատմությունը, ու քո թիկունքում զգում ես այդ։ Զգում ես, որ դու մենակ չես, զգում ես, որ թեկուզ թիկունքումդ ընդամենը ինչ-որ ոգի է, հա, նյութական մարդ չկա, դու այդ ոգին զգում ես ու պատրաստ ես լինում դիմակայել գալիք խնդիրներին։ Բայց երբ որ քեզ նայում ես անատական, ասում ես ես բանն եմ, Ջոն Դոն եմ, բան, տես, ինչ ես քեզ ներկայացնում, արա մենակով, բան չես ներկայացնում, դες տես, ու հեշտ ես կոտրվում, բայց երբ որ ունես այդ թիկունքդ, այդ հայերենում այդ ասացվածքն է, չէ, մեջքիդ կանգնած եմ, պատահական չի էլի, ոնց որ հետևդ կանգնած եմ, ստեմ, ոնց որ այդ բազայով հետդ եմ։ Իմացի, որ ես քո հետևն եմ, քո սփորթը քեզ սփորթ եմ անում, աջակցում եմ, ստեմ ընկեր, թիկունքիդ եմ։ Ու երբ որ մարդ ճանաչում է իրան ու հավաքում է այդ իր թիմը, հա, այդ էներգիաները, այդ ուժերը, որ իր հետևը կանգնելու է, դառնում է շատ ավելի ուժեղ, դառնում է ավելի գիտակից, դառնում է այդ ամեն ինչը զգացող ու ասում եմ ընկեր գիտես ինչ կա, ինչ չի հետաքրքրում, ես երկիր մոլորակի որ կետում եմ, ես գիտեմ ես ով եմ, գիտեմ ինչ ուժեր են իմ հետևը կանգնած։ Գալով բանին, Մհերին։ Հա։ Այս Մհերը, ընկերս։ Մհերն էլ է ուժեղ տղա, բայց։ Մհերն է ուժեղ տղա է ալնում, հա, ինչ որ առյուծի երախա պատրոն, բան, հսկա է ալինում։ Հսկա է լինում ու բարի հսկա է լինում։ Լավ։ Բայց էլ մա տեստեին սիրուն ու գեշ ու հետաքրքիր մոմենտ կա ընկեր, որ Մհերը այդ 40 տարին որ կառավարում է Սասունում, դրանից 7 տարին Այս դե թվերը ոնց որ էպոսական թվեր են, էլի 7, 40 եւ այլն։ Վերացական։ 7 տարին անցկացնում է Մսրում, ապե։ Մսրը արաբերեն ոնց որ նշանակում է Եգիպտոս, հա, այդ Մսրամելիք ասվածը նշանակում է Եգիպտոսի մելիք։ Մսրը նույն Եգիպտոսն է։ Տես մի հատ էս էլ ուրիշ ինֆորմացիա է, որ Սասունը կամ հայկական լեռնաշխարհի պետությունը Արիշ-վերիշի մեջ է եղել Եգիպտոսի հետ։ Այդքան եղել է ջոգում ես այդ արանքում դատարկություն է եղել Իսրայել, Պաղեստին, սենց Հորդանան, Լիբանան, Սիրիա, ոչ մի բան չի եղել ընկեր Եգիպտոսի հետ անմիջական կապի մեջ։ Դուրում ես այդ էլ է մի հատ ուժեղ մոմենտ է, որ ընկեր գիտես ինչ կա այն ժամանակով այնքան է եղել հայկական լեռնաշխարհում ապրող մարդը։ Հասել է Եգիպտոսի սահման էլի։ Կամ Եգիպտոսն է եկել հասել, բայց չի գրավել ջոգում ես։ Ու 7 տարի Մհերը Մսրում է անցկացնում ընկեր Իսմիլ Խաթումի մոտ, որը Մսրամելիքի բանն է, կինն է լինում, հա։ Այդ առաջի Մսրամելիքն է։ Դա մելիք ասած ոնց որ իշխան էլի։ Վերջի անգամ։
Մի քանի օր առաջ։ Լուրջ ես։ Դրա համար թարմ է հիշողությունը։ Սա Wildland-ը հետաքրքիր է, երբ որ վախտ եմ կարդացի sense puzzle-ի լիքը կետեր կպան իրար, ինգերոսի օրո, sense մոմենտներ կար ես։ Երեխա ժամանակ բնականաբար չէի ջոգի այս ամեն ինչը։ Դե հա, բնական է։ Արա ուտե հարց է առաջանում մարդու մոտ, ընկեր, եթե դու թակավոր ես հայոց, ընկեր, դու 7 տարի ինչ գործ ունես, արա Մսրում, արա 7 տարի դու Իսմիլ Խաթումի հետ ինչ ես անում, բազմանում ես 7 տարի դու Իսմիլ Խաթումի հետ ընկերես, 7 տարի դու բազմանում ես Իսմիլ Խաթումի հետ, ոստեղից ընկեր, ահագին իմաստ է կազմում, արա ահագին իմաստ է կազմում, են թե խի են հիմա այլ մարզերի հայերը գնում Ռուսաստան բազմանում տարիներով ընկեր, խաչագողները գնում են եսին որդե ընկեր բազմանում են տարիներով, դու ջոգում ես, որ էսի հայի ինգեր բնորոշումն է, ջոգում ես այս խաչագողի պատմությունը ու այս հայկական սասնածռերի էպոսը, ջոգում ես ինչ այլանդակ ձևի են կպնում իրար հետ ու ինչ այլանդակ ուժեղ էսի կպնում է իրականության հետ։ Բայց հետաքրքիր է, չէ՞ որ Ռաֆին այդ խաչագողը գրելուց դաժե երկ մտածել է, որ ինքը հրատարակի թե չէ։ Ահա։ Որովհետև ինքը վախեցել է դաժե, որ եթե ինքը հրատարակի ինչ կլինի իր հետ, ինքը բարձրաձայնելու է մի հատ իրականություն, որը որ իրականում գոյություն ունի, բայց այդ իրականության ամենամութ անկյունն է, էլի հասկանում ես, որը ֆանտաստիկ հարգանք Ռաֆիի հանդեպ ֆանտաստիկ հարգանք, իրականությունը լուսաբանելու համար։ Ես եթե անկեղծել եմ առաջի անգամ, որ ես կարդացի խաչագողը, ես դպրոցական էի, մինչև հիմա անենց հա տպվել իմ մեջ, որ երբ որ ես հայի տեսակներ կա հանդիպում եմ, լրիվ քո հետ անկեղծ եմ, կոնկրետ հայի տեսակներ կա, որ հանդիպում ես, դու այն որ աչ ու ձախ անելու իմաստ էլ չունես, վсё, դու տպիր այդ ստատուսը իրան, ինքը էսա անցար, դու դրանով չես ասում ես գիտես ես իմով եմ բան, բայց այդ խաչագողությունը ինքը հստակություն կա դրա մեջ, նյութապաշտություն, հելնես գնաս, այնքանավոր նյութին հասնես, բայց վերջում հետ է գալի դառնում է հոգևորական, չէ՞ Հայաստանում։ Նա ես մի քիչ էդրան մի քիչ ուրիշ Մուրադի մասին ենք խոսում, հա, բայց եթե այդ բանն էլ չէ, ինչ էր դրա անունը, Մուրադի, հա, այդ ով որ իրան տանում անունը ես էլ իմա չեմ։ Դասատուն sense ասած։ Դասատուն։ Ինքն է ալնում կոնկրետ խաչագողը։ Այսինքն ինքը ձևանում է, ինքը այդ բանալին իրան տալիս է, որ ինքը, այսինքն Քավոր Պետրոսը, լավ հիշեցի։ Այսինքն ինքը այնքան հեռատես է ալնում Քավոր Պետրոսը, որ ինքը այդքանը գծագրում է։ Ինքը տալիս է, որ բանալին սարքի Մուրադը բանալին սարքում է, ինքը գիտի, որ գալու են թուրք բաները, միլիցեքը դրա հետևից Քավորի դասատուին բռնելու են, էսեն անելու, հետո Մուրադը որ փախնում է, հետո գալիս է Քավոր Պետրոսի մոտ, Քավոր Պետրոսն ասում է, ուրիշ ելք չկա, պետք է իմ հետ փախնես։ Ինքը այնքան գծագրած տանում է իր հետ աշխարհապտտացնում, խաչագողություն են անում, 1000 կողմերով, միլիոններ են դիզում, ինչ հասնի ռաշ չեն գալիս եւ այլն։ Ու իտոգը նրանումն է կայանում, որ այդտեղ ոչ թե ֆիքսացիան գնում է Մուրադի վրա, Մուրադը ինքը պատանի մեկն է լինում, ում որ փորձում են ներգրավեն խաչագողության աշխարհ, բայց ֆիքսացիան գնում է Քավոր Պետրոսի վրա, որը որ լինում է հմուտ խաչագող, ով որ ուզում է ներգրավի ջահելին, ով որ իրան կօգնի որպես աշակերտ։ Ու այդ բոլոր նկարագրությունները գնում է Քավոր Պետրոսի մասին, որ այնտեղ ասում է, որ ինքը ընդունակ է դավանելու բոլոր կրոններին, էական չի, այնտեղ դրվագներ կա, որ ինքը մտնում է Մահմեդականի տուն, Մահմեդականի հետ ինքը այնտեղ նամազ անում, բան անում, չէ։ Ու այդ ամեն ինչը նկարագրում է նրա մասին, որ ինքը կարողանում է այդ պատկերները վերցնի իր վրա ու ինքը լինի այտենց ոնց որ
այդտեղ կան զուտ նրա համար, որ ինքը շահ ունենա այդտեղ, քցի նրան, կորզի նրան ու սենց անի։ Ու որպես աշակերտ վերցնում է իրան Մուրադին, կարծելով, որ Մուրադի մոտ ինքը այդ հեղինակությունն ունի, որ Մուրադը կմնա որպես աշակերտ, բայց դա էության հարց է։ Մուրադը սաղ իր ընթացքում իր հետ է մնում, բայց այտենց էլ չի դառնում խաչագող։ Ճիշտ է, ինքը քայլերի հերթականությամբ բոլորը կրկնում է ինչը որ Քավոր Պետրոսը, բայց ինքը այտենց էլ չի դառնում Քավոր Պետրոս, որովհետև իր մեջ գործում է հայը։ Իր մեջ գործում է իսկական մարդը, իսկական էությունը, որը որ պատասխանատու է իր խղճի առաջ։ Այդպես այդ մի բան է, որ չգիտեմ։ Մի քիչ բարդ է ասել։ Ես խաչագողին է շատ լավ հասկանում եմ։ Շատ լավ եմ հասկանում։ Նկարագրի ոնց ես հասկանում իրան։ Արա դե մարդ է անգեր, որ ունի ինչ-որ այլանդակ ինտելիգենցիա ունի, շատ ուժեղ խելք աշխատում։ Շատ Այլանդակ ուժեղ, որ չես իմանա։ Այնց քեզնից կխլի։ Որ առաջի հերթին իմ կողմից հարգանքի է արժանի։ Չգիտեմ, կարող է սխալ է, բայց ինչով է հարգանքի արժանի, ասա իմանում։ Որ կարող է բանեսնի իր ուղեղը։ Ես օրինակ չեմ հարգի նախագահին, ով որ չի կարող իր ուղեղը տենց բանեսնի, բայց կհարգեմ այն ավազակին, որը որ կարող է ուղեղը այդ ձևի բանեսնի։ Ասենք սենց պահեր կա իմ մոտ, որ չգիտեմ, օրինակ կարող է լուսամուտս սենց մի թեթև բաց թողեմ ու գնամ, ասենք մի քանի օրով տնից, ու մեկը ասի, բա որ գող մտնի այդ արանքից, կասեմ, բա որ եթե գող մտնի այդ արանքից, հալալ է իրան թո տանի, ասենք ինչ կարա թո տանի։ Բայց սենց բան հա, ասում վախեցի այն ինտելիգենտից, որը որ ծառայում է չարին։ Հա։ Հիմա տվյալ պարագայում եթե մարդը նախընտրում է որ չարին պետք է ինքը ծառայում է չարին, հանուն իրա ունենալու, հանուն իրա փառքի, հանուն իրա ստատուսի։ Ոնց ես դու այդ ամեն ինչը տեսնում, այսինքն ինչ է նշանակում չարին ծառայել ըստ քեզ։ Գիտես ոնց է, նա ես տես բարի ու չարի կողմից չեմ նայում շատ, ավելի շատ նայում եմ կարիքի կողմից։ Մարդկա կարիք ունի, օրինակ խաչագողը շատ խիստ կարիք ունի ինչ-որ բանի։ Գիտի որ կյանքում իրան ինչ-որ մի բան է հասանելի կամ ինքը կարող ավելի շատ բան ունենա, ասում է թքած էս ամեն ինչի վրա։ Ինձ թվում է խաչագողը ցինիկ ինչ-որ մի մարդ է, որ գիտակցում է որ այս ամեն ինչը այդքան լուրջ չի։ Պես նյութական աշխարհի մարդ։ Ու կարող է վարկենական իր կրոնը փոխի, կարող է վարկենական ազգությունը փոխի, ասում է թքած էս ամեն ինչի վրա։ Կարևորը ինձ իմ փողն է պետք, որի շնորհիվ ես կհասնեմ իմ հանգստության կազմին։ Այսինքն մենակ նյութ վերցնի ինքը, էսա թե։ Հա։ Բայց տես օրինակ այդ Քավոր Պետրոս ասածը, խենք Քավոր Պետրոս ասում, որտեվ այդ մարդը ժամանակին խաչագողությամբ զբաղվել, բայց գնում է հետ Հայաստան ու ցույց է տալիս դրական կողմ։ Ճոգում ես ինքը դրանով, տես իր մեջ գնում է բարի ու չարի կռիվ, բայց ինքը ցույց է տալիս մարդկանց բարին, հա, ինքը իհարկե արժանի չի կոչվելու քավոր կամ հոգևորական, բայց ձևանում է տենց։ Ճոգում ես, քանի որ շատ իմաստուն է, փորձում է իր դրական կողմերը ցույց տա։ Ինքը կարող է այն մարդկանց շուրջ, որոնք որ իր համար կարևոր են։ Այսինքն այն ազգերը, այն ինչ որ մարդիկ, որ իր համար կարևոր չեն, ընդհանրապես ինքը թքած ունի, ինքը խափում է իրանց գցում է, բայց հետա գնում իր գյուղ, գնում է իր հետ իր գյուղում, վանքում դառնում է բան։ Ինչ որ քահանայա, ինչ որ մարդիկ է իրան քավոր են ասում։ Հա, բայց ինքը հետ էլ է կիրառում։ Ինքը հետ էլ է օգտագործում։ Ով որ իրան քավոր է ասում, ինքը օգտագործում է, որ հետո իրան սարքի խաչագող։ Այսինքն իմ ասածը զուտեն է, որ ինքը մեկը այդ գրվում է չարին։ Հիմա երբ որ դասակարգում եմ ես դնում չար ու բարի ըստիս գոյություն չունի։ Դա մարդու փիլիսոփայությունն է։ Մարդը կապրի հանուն մատերիալի, թե մարդը կապրի հանուն հոգու։ Եթե մարդը նախապատվություն է տալիս, որ ինքը կապրի հանուն մատերիալի, դա այդպես է, փոփոխության ենթակա փաստացիորեն չի։
Ու ինքը ընտրում է այդ ուղին ու ինքը ասում է всё մատերիալն ու всё ու ինքը ամեն ինչ օգտագործում է հանուն մատերիալի։ Իսկ դա հետաքրքիր շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Հետաքրքիր։ Բայց ուժեղ մոմենտ է կա, գիտես։ Օրինակ ես դες ֆիզիկայի բեքգրաունդից գալով մատերիալը կամ նյութը Այ սաղին հայտնի է այդ բանը, չէ, Էյնշտեյնի ծեծված հավասարումը, որ են հավասար է mc քառակուսի։ Ինչ է դա ասում։ Իրականում այդ ասում է, որ էներգիան ու զանգվածը իրար համեմատական են։ Ինչ որ c քառակուսիով, այսինքն ցանկացած բան, որ զանգված ունի կամ մատերիա, ունի նաև էներգիա։ Ու ցանկացած բան, որ էներգիա ունի նաև մատերիա։ Ու տես իմ համար օրինակ այդ տարանջատումը չկա։ Այդ իմ համար շատ խաժամող վիճակ է, խաժամուշ։ Հա։ Միքսված վիճակ է։ Հա։ Այն ինչ որ նյութականը ունի նաև էներգիա, այն ինչ որ էներգետիկա ունի նաև նյութ։ Ֆիզիկական կյանքում այո։ Այո։ Ֆիզիկական կյանքում։ Ըստ իս այս ամեն ինչը տենց շատ իմաստ է կազմում, որ օքեյ, մարդը ունի կարիք, գնում է օգտագործում է իր ինտելիգենցը ինչ որ միտեղ։ Որովհետև տես մարդը չունի այդ ողնաշարը, չունի այդ support-ը իր այդ խմբի կողմից, այս դեպքում ազգի կողմից, որ ինքը կարողանա այդ իր ինտելիգենցիան օգտագործի պետականաշինության մեջ։ Իսկ խի չունի այդ մի հատ ուրիշ հարց է, որովհետև ըստ իս քանի որ շատ երկար տարիներ հայ ժողովուրդը եղել է տարբեր պետությունների տիրապետության տակ ու չի զբաղվել պետականաշինությամբ, չի զբաղվել պետություն maintain անելով, այլ եղել է ուղղակի տենց ոնց որ փոքր երեխան այդ տիրության մեջ ասել են հա դու գնա զբաղվի անկյունում դուսկի այդքան չկաս որ բանակում ծառայես առնվազն օրինակ Օսմանյան կայսրությունում հա ու մարդկանց մոտ ձևավորվել է այդ մանկամիտ մտածողությունը կամ հա մանկամիտ մտածողությունը ձևավորվում մարդկանց մոտ ու իրանք այդ հատկությունները կորցրել են պետականաշինության այդ leadership վերցնելու ասել են օքեյ թուն ես իմ գլխի տերն եմ Ես մանկական վիճակներով իմ գլխի տերն եմ, ես մենակով իմ գուլյատը արի անեմ։ Ես համաձայն եմ քո հետ։ Ես համաձայն եմ այն առումով, որ այդ անհատականության մեջ ինքը թողել է բոլոր սկզբունքայնությունները, որոնք որ իրան կարային կապեին ինչ որ մի գրուպայի հետ, ինչ որ մի հանրության հետ։ Ու ինքը բոլոր այդ կապանքները, որը որ իրան կապել է ինչ որ բաներից, թողել է դա ու դարել է բացարձակ անսկզբունք մեկը, որը որ պատրաստ է ամեն սկզբունք դավաճանելու, միայն գա մատերիալական կայուն վիճակի։ Բայց որը որ իրան ուր կտանի, ես դա չեմ հասկանում։ Ու դա ես չեմ էլ հասկացել։ Մենակ ես հասկացել եմ այն, որ այդ անապահովությունը որը որ միշտ եղել է, որովհետև ուրիշ ինչ որ ազգերի լծի տակ են եղել։ Ստեղծել այն զգացումը, որ մարդը մենակ կարողացել է ինքը իր վրա հույսը դնի ու ասի, դե քանի որ մենք պետականություն չունենք, ուրեմն ես կարամ վերափոխվեմ այս մոդիֆիկացիաներով հանդես գամ, էական չի ինչ լինեմ, մենակ թե գամ մի հատ կայուն վիճակի, որ ինձ կպնող չլինի։ Էս է եղել թեման։ Ու եթե անկեղծ լինեմ, հիմա էլ կա նմանատիպ թեմա։ Հա, որովհետև ներկայիս աշխարհը այնքան անկայուն է, որ դու ուզում ես դիրքավորվես այնց, որ քո խաթրին ոչ մեկ չկպնի, որ դու ժերտվա չտաս։ Նախորդ էպիզոդներում, որ մենք խոսում ենք նրա մասին, թե այսքան միլիոն մարդ մահացավ, ովքեր էին այդ մարդիկ էություններ եւ այլն։ Դու որպես էություն ժերտվա ես տալիս ինչ-ինչ բաներ, դու օրինակ քո ժամանակը, քո կյանքը չես անցկացնում այն վայրում, որտեղ որ հավանականություն կա, որ դու կարող ես քո կյանքով ժերտվա տաս, դու ժերտվա ես տալիս ուրիշ բաներ, որ դու կարողանաս ապրես, զարգանաս, ձևավորվես, լինես մեկը, որը որ նաև հետո սերունդ կտա եւ այլ եւ այլ եւ այլը։ Ու երբ որ ես հիմա հետ եմ այդ խաչագողներին, ես հասկանում եմ նաև այնքանով, որ այդ մարդիկ այդ ժամանակ ուրիշ բան չեն ունեցել ժերտվա տալու։ Իրանք մենակ
ունեցել են իրանց, ու ասել են չկա պետություն, չկա միավորում, չկա ինչ-որ մի հատ բազա, որ ես պետք է կրեմ ու վсё это ու վсё, ես կարամ իմ բոլոր արժեքները մի կողմ դնեմ զուտ նրա համար, որ ես հետագայում լինեմ։ Էդի ինձ թվում է անտանելի մեծ ժերտվա է, ահավոր մեծ ժերտվա է, ցավոտ ժերտվա է, բայց մարդիկ փաստացիորեն գնացել են դրան, ու ինձ թվում է մինչև այսօր էլ գնում են։ Ճիշտ է, իրանք շատ-շատերը չեն գիտակցում, թե ոնց է դա լինում, շատ-շատերը չեն նկատում, թե ոնց է այդ իրանց մեջ կատարվում, իրանք անում են այդ, բայց մյուս կողմից, որ հիմա մենք օրինակ խորանում ենք դրա մեջ, մենք գալիս ենք դրան, թե դրա պատճառները որն է, ու ոնց որ կարողանում ես ընդունես, որ հա, այդ էլ կարա լինի։ Չէ։ Այո։ Այո։ Ցավը տանը։ Ապրես։ Դու ապրես ջիգերս։ Լավ ենք զրուցում, ախպերս։ Այո, էպոսը էլի մնաց կիսատ պես դե։ Թող գնատնես։ Դե վсё։ Հաջողություն ձեզ, մինչ հաջորդ հանդիպում։